Ռոբերտ Քոչարյանի աջակից եք, թե Սամվել Կարապետյանի։ Երկուսին։ Բայց Չէ, իրական ընդդիմությանը ունենք ընկերներ, եղբայրներ, բարեկամություն, ով իրական ընդդիմությունից ումը կտա կողմ եմ։ Ձեն չհանեն Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին։ ունեք ընտրելու հնարավորություն մեկ անձի։ Ես Ռոբերտ Քոչարյանն եմ ընտրելու։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին։ Ինքը իրան ընտրել է, ինքը պերաշկի է, նորմա պերաշկին չի, ինքը մարած աբլիգացիա է, սոված կամակատար է, ինքը դեռևս 2008 թվականի փետրվարի 26-ից է, այդ սոված կամակատարը իր շքախմբով հանդերձ, բերից վար, այստեղ այսօր մեր ժողովուրդը, որ տեսնում ենք, ուղղակի ճիշտ լիդերի հետևից գնալը այլ է, սոված կամակատերի հետևը գնալը լրիվ այլ է։ Հիմա մեր ժողովրդի ես կոչ եմ անում, խնդրում եմ, ժողովուրդ, էսի այն շանսն է, որ բաց չպետք է թողենք։ Եթե դուք այս շանսը բաց թողեցիք, Հայաստան անունը քարտեզի վրա դուք եք ջնջելու, դուք, վերից վար, մեղավորը ձեր վզին։ Օրինակ չեք կարծում, որ գուցե Սամվել Կարապետյանը, որ պերաշկի ուտի պայմանական, իր ընտրողները ավելի կշատանան։ Սամվել Կարապետյանը նոր չի, որ պերաշկի կերել, վաղուց պերաշկի էլ է կերել, նա հասարակ մարդ է, նա մեծամիտ չի, մեծամիտը տգետից ոչնչով չի տարբերվում։ Իսկ դու տեսել եք Սամվել Կարապետյանի բակում ինչքան հասարակ մարդիկ են ընդունվել իր կողմից։ Տեսել եք։ Ինքը իր մեծամտություն տեսել եք, թե ոչ։ Բա որ մեծամտություն չեք տեսել այդ հասարակ մարդու, մեծ հասարակ ժողովուրդ, մեծ պետք են հասարակ, մեծամիտ մարդ պետք չի, հասարակ մարդը խելքի ունենում է ուղեղի ծալքերի սառը դատողություն։ Իսկ մեծամիտը տգետից ոչնչով չի տարբերվում, այսինքն չի ցանկանում ընդդուք միջև իրեն մոտենան։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ժողովրդից խնդրում է հերթականքվել, որպեսզի պատժի նախկիններին, Գագիկ Ծառուկյանի տունը խլի, դարձնի ծերանոց, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանին դատի, ասում է սատկացնելու եմ։ Այդ նույն Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատար խամաճիկը, այս 8 տարի ինչ էր անում, 21 թվականին առանց Գագիկ Ծառուկյանի ընտրությունների, լծակների, ինքը ոնց կդառնար վարչապետ, այդ լուրջ ես ասում, Փաշօղլի, դու Գագիկ Ծառուկյանին դեմ ես, թե ճունինգ ես ուզում անես, որ իր լծակը ուժեղանա, որ պարլամենտում որոշիչ լինի միանա իրեն։ Կարծիքով Սերժ Սարգսյանը ինչու չի մասնակցում ընտրություններին։ Սերժ Սարգսյանը վերջին վաղարշաբաթի ընտրությունների օֆիցիալ տվյալներով ապացուցվեց, որ ՔՊ-ին աջակցեց Արգիշնի Մեխակյանը անցավ քաղաքապետ։ Ոնց էլ աջակցի, պոզով պոչով, ո՞ր լինում ընչի միանալը, արբանյակ դառնալը, շատ է որ դրանից մի շաբաթ առաջ ձերբակալվեց, ասենք Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Էդի ֆիկտիվ հանրության ուշադրությունը շեղելու թոզ փչելու պրոցես էր։ Ուղղակի այսօր ես էլ եմ ասում, ճիշտ քայլ արեց Տիգրան Ուրիխանյանը, որ ինքնաբացակ հայտեց, ու ովքեր որ Գուրգեն Սիմոնյան, Արև Մտամեդեր, Վազգենի քուր Արամ Սարգսյան, Արևմուտքից ինք ունենք ստեղ շահած, մի հատ ասեք, Ռուսաստանի դրոշը որոշավ, ձեր մաման կկայնի է դրոշի փոխարեն պահի մեզ, եթե դուք Արևմուտքից կամ մի այլ դրոշ չունեք պահելու ավելի զորեղ ռուսական դրոշից, ուրեմն դուք ծպտունը չպետք է հանեք, ասեմ ավելին, դուք գնացեք ձեր տերը կենթանի փորեք ձեր ընտրողների հետ միասին, ով էլ ձեզ ընտրում է թուրքահապատակ թուրքի լամուկներ են։